Վարակիչ է արդյոք հելիկոբակտեր պիլորին ընտանիքի անդամների միջև և ինչպես վարվել։ Այո, ընտանիքի անդամները կարող են մեկը մյուսից վարակվել հելիկոբակտեր պիլորիով, և սա բժշկության մեջ ընդունված փաստ է։ Ինչպես է դա լինում ընտանիքով։ Հելիկոբակտեր պիլորին անցնում է ընդհանուր սպասքի, գդալի ափսեի, պատառաքաղի օգտագործելիս, երեխաների մոտ և մայրը նույն գդալով կերակրում է իր երեխային, ձեռքերի անբավարար հիգիենայի դեպքում, սերտ-կենցաղային շփման ժամանակ, հատկապես հաճախ վարակումը տեղի ունենում մանկության շրջանում։ Ինչու է սա կարևոր։ Եթե ընտանիքի մեկ անդամի մոտ հայտնաբերվել է հելիկոբակտեր պիլորի վարակը, մյուսների մոտ էլ կա վարակված լինելու բարձր հավանականությունը՝ մինչև 90%։ Նման դեպքերում կարող եք նաև գանգատներ չունենալ, այդ պատճառով բժիշկը կարող է խորհուրդ տալ հետազոտել նաև ընտանիքի մյուս անդամներին կամ բուժել միաժամանակ կոնկրետ իրավիճակից կախված։ Կարևոր է հիշել, հելիկոբակտերը կարող է երկար ժամանակ լինել առանց ախտանշանների, բայց շարունակել վնասել ստամոքսի լորձաթաղանթը և ինքնուրույն չի անհետանում և պահանջում է բուժում։ Ռազմավարությունը այսպիսին է. հայտնաբերեցիր հելիկոբակտերը, պետք է այն էրադիկացնել, այսինքն վերացնել օրգանիզմից։ Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ հելիկոբակտեր պիլորին համարվում է առաջին կարգի կանցերոգեն և այն ստամոքսի ուռուցքի առաջացման պատճառներից ամենակարևորն է։ Եթե հավանեցիք տեսանյութը, ապա լայքեք, մեկնաբանություններում գրեք, արդյոք ձեզ մոտ հայտնաբերվել է տվյալ հիվանդությունը, թե ոչ, բուժում ստացել եք և արդյոք առողջ են ձեր ընտանիքի մյուս անդամները։ Եղեք առողջ, տեղեկացված և հետևեք իմ ալիքին։ Դոկտոր Հասմիկ